Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներն ու ներկայացուցիչները մեկ հարկի տակ էին։ Համախմբման առիթը Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթն էր, որի արդյունքում 200 ուսանող 2025-26 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 դրամ կրթաթոշակ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացնում է «Իմ Հայաստան, իմ ապագա» ծրագիրը։ Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ ոգեշնչվել իրենցից։ Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանում գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ։ Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ՝ մոկ և ինտելեկտուալ թեստի արդյունքներ։ Թեստ էինք անցնելու ու դրա հիման վրա հենց գիտելիք տրամաբանությունը ստուգվելու էր, դրա հիման վրա էր կրթաթոշակը հատկացվելու, անկախ նրանից անվճար համակարգում ենք սովորում, թե վճարով է։ Նախ մեծ շնորհակալություն հայտնեմ Ամերիաբանկին և ողջ թիմին այս շատ հրաշալի նախաձեռնության համար։ Շատ կարևոր է, որ կան կազմակերպություններ, որոնք ներդրումներ են անում ոչ միայն տնտեսական և բիզնեսի ոլորտներում, այլ նաև կրթության և երիտասարդների ներուժի զարգացման գործում։ Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի է արժանացել Հայաստանի 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող։ Բացի դրանից 2024 թվականին մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի Միացյալ Նահանգների Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ծրագրերի իրագործման համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման միջոցառում կազմակերպելու համար, որովհետև մենք շատ կարևորում ենք համագործակցությունը և հենց բուհ գործատու կապը։ Այս առումով Ամերիաբանկը առաջատարներից է և պետք է նշեմ, որ ամեն տարի մրցույթ է իրականացնում Ամերիաբանկը և այդ մրցույթի շրջանակներում մեր բուհի ուսանողները մեծ հաջողություններ ունեն, ստանում են կրթաթոշակներ և դա հենց իրենց տալիս է լավ ապագայի հանդեպ մեծ հավատ։ Ամերիաբանկը ընկերություն է անում երիտասարդ սերնդի հետ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից։ Մենք իրենց հետ համագործակցում ենք թե որպես աշխատակից, թիմակից և անելով մի քանի Generation A ծրագրեր ներգրավել ենք նոր աշխատակիցներ, իմ մեծ թիմի մեջ մոտ 40%-ը Generation A, այսինքն նոր ավարտ երեխաների միջոցով համալրված թիմ է։ Ու ֆանտաստիկ արդյունքներ ունենք մեր լավ թիմակիցների հետ։ Միջոցառմանը կայացավ ինտերակտիվ պանելային քննարկում, ելույթներ, հաջողության պատմությունների վերաբերյալ, խաղեր և ոչ միայն։ Ամբողջ օրվա առանցքում A կետն էր, այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները և հաջողության ճանապարհը, կայացվում են կարևոր որոշումները։ Դերասան Սոշ Ջանիբեկյանն ասում է, ելույթի ժամանակ անկեղծորեն պատմել է իր կյանքի շրջադարձային պահերի և գիտակցական հաջողության բանալիի մասին։ Երբեք չվախենաս կրկին փորձելուց, առաջին անհաջողության դեպքում թույլ չտաս, որ ուղղակի հենց այդ անհաջողության վրա կառուցի սրանից հետո քո ապագան, այլ կառուցի, որովհետև մենք մարդիկ այդպես է, միշտ անհաջողության վրա ենք մեր փորձը լավ հիշում, այնինչ կարելի է հենվել հաջող փորձերի վրա և երկրորդն էլ, որ կարգապահություն ունենալ կյանքում և երբեք քեզ երես չտալ ու հարմարավետության տարածությունը, որ ստեղծել ես, այդտեղից դուրս գալ, որովհետև հրաշքները այդտեղ են լինում։ Նշենք, որ Ամերիաբանկն ուսանողների համար հատուկ առաջարկներ ևս ունի։ Մասնավորապես Visa Student քարտը տրամադրվում է անվճար 4 տարով առանց սպասարկման վճարի։ Այն նաև ունի մի շարք այլ արտոնություններ։ Հետաքրքիր նորությունների և հատուկ առաջարկների մասին տեղեկանալու համար բանկն առաջարկում է բաժանորդագրվել Ameria Student Telegram-յան ալիքին։ Վստահեցնում են, առաջիկայում ուսանողների համար այլ հետաքրքիր նորություններ ևս լինելու են։